Mr. And you had the Nobel Prize. Yeah. That's incredible. But They gave it to you for what reason? We can explain. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տասնամյակների վաղեմության երազանքը հերթական անգամ մոտ է իրականանալու։ ԱՄՆ կոնգրեսական Բադի Քարթերը նրան առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու եւ Իրանի միջուկային զենքի ստացումը կանխելու համար։ And I'd like to congratulate Թրամփի խոսքում հաճախ կարելի է լսել շնորհավորանքներ եւ հետաքրքրություն Նոբելյան մրցանակ ստացողների նկատմամբ։ very great achievement. Thank you very much. And he won the Nobel Peace. Oh, do you know this? Can you believe it? Եվ նա Նոբելյան մրցանակ է ստացել։ Կարող եք հավատալ դրան, նա շահել է խաղաղության Նոբելյան մրցանակ։ Նրանք հավանաբար երբեք դա ինձ չեն տա, հակառակ այն ամենին, ինչ ես արել եմ։ Գիտեք ինչու չեն տա, որովհետև չեն ուզում։ Because they don't want to. Այսպես Թրամփը բացահայտորեն ցուցաբերել է իր հետաքրքրությունը խաղաղության Նոբելյան մրցանակի նկատմամբ, չհասկանալով ինչու են ուրիշները ստանում, բայց շատ լավ բացատրելով ինչու ինքը երբեք չի ստանա։ Կարծում եմ խաղաղության Նոբելյան մրցանակ կարող է ստանալ շատ անգամներ, եթե արդար լինեին, բայց նրանք չեն։ Well, they should give me the Nobel Prize for Rwanda. Նրանք կարող էին ինձ տալ խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե նային Ռուանդային, Կոնգոյին, Սերբիային, Կոսովոյին, շատ երկրների։ Ամենաակնհայտը Իրանին ու Պակիստանին։ Ես կարող էի այդ մրցանակը ստացած լինել արդեն 4-5 անգամ, բայց նրանք չեն տա ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ, որովհետև նրանք միայն լիբերալներին են տալիս։ They won't give me a Nobel Peace Prize because they only give it to liberals. Բացի ԱՄՆ կոնգրեսականից Թրամփին այս մրցանակին արժանի էր համարել նաև Պակիստանի կառավարությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հաշտության միջնորդության համար, սակայն այս առաջադրումը վիճարկվել է Պակիստանում Թրամփի Իրանի վրա հարձակումների պատճառով։ Այս տարվա սկզբին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Դարել Իսան Թրամփին առաջադրել էր նույն մրցանակին, համարելով, որ 2024 թվականի ընտրություններում նրա հաղթանակը զարմանալիորեն արդյունավետ ազդեցություն է ունեցել համաշխարհային խաղաղության վրա։ Թրամփն այս մրցանակին առաջադրվելու եւ չընտրվելու լուրջ փորձառություն ունի։ Prime Minister Abiy of Ճապոնիայի Japan. վարչապետն ինձ տվել է ամենագեղեցիկ նամակի կրկնօրինակը։ Նա այդ նամակն ուղարկել է մարդկանց, որոնք շնորհում են Նոբելյան մրցանակը, խնդրելով, որ այն ինձ տան։ Ես ասացի շնորհակալություն։ Ուրիշ մարդիկ էլ են նույն կերպ մտածում։ Հավանաբար ես երբեք չեմ ստանա, բայց ոչինչ, նորմալ է։ Նրանք դա տալիս են Օբամային։ Նա նույնիսկ չգիտի ինչի համար է ստացել։ Didn't even know what he got it for. 2018-ին նորվեգացի երկու օրենսդիրներ Թրամփին նույն մրցանակին առաջադրել էին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջև հաշտեցման ջանքերի համար։ 2020-ին նրանցից մեկը կրկին նույն առաջարկն էր արել արդեն Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև խաղաղության համաձայնագրի միջնորդության համար։ Նույն թվականին մեկ այլ խորհրդարանական Շվեդիայից Թրամփին այս մրցանակին արժանի էր տեսնում Կոսովոյի եւ Սերբիայի միջև տնտեսական համաձայնագրի միջնորդության համար։ Առաջադրումներ եղան նաեւ 21-ին եւ 24-ին։ Այս տարի Պակիստանի կառավարությունն ու եւս 4 անհատ նման առաջարկ են արել։ Իսկ այդ ընթացքում Թրամփը շարունակել է խոսել մտահոգությունից, այս անգամ իր միկրոբլոգում։ Ոչ, ես չեմ ստանա խաղաղության Նոբելյան մրցանակ անկախ նրանից, թե ինչ կանեմ, այդ թվում Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Իրան, անկախ այդ արդյունքից։ Պատմության մեջ խաղաղության Նոբելյան մրցանակ ստացել է ԱՄՆ 4 նախագահ։ 1906-ին այն տրվեց Թեոդոր Ռուզվելտին ռուս-ճապոնական պատերազմը ավարտելու համար, 1919-ին Վուդրո Վիլսոնին առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալի պայմանագրի եւ ազգային լիգայի ստեղծմանն աջակցելու համար։ 2002-ին նախագահությունից հետո այս մրցանակը ստացավ Ջիմի Քարթերը խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խթանմանն ուղղված տասնամյակների աշխատանքի համար, իսկ 2009-ին Բարակ Օբաման միջազգային դիվանագիտության եւ համագործակցության ամրապնդման ջանքերի, մասնավորապես միջուկային զենքի կրճատման եւ համաշխարհային խաղաղության խթանման համար։ Այս տարի Դոնալդ Թրամփից բացի 337 տեխնացու եւս Նոբելյան մրցանակ ստանալու երազանք ունի։ Նրանց անունները հրապարակված չեն։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր